Ախուրյանցիներ ջան, բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Ախուրյան համայնքը Հայաստանի ամենամեծ գյուղական համայնքներից է։ Երևի կարելի ասել ամենամեծն է։ Եվ այստեղ պատմականորեն եղել է ինչի հիման վրա է այսպես մեծացել, եղել է լավ մեծ շաքարի գործարան, եղել է մեծ արդյունաբերական տուֆի և քարերի արտադրամասեր, ճիշտ է։ Իսկ այսօր Ախուրյանը վերածվել է միայն կաթնամթերքի վերամշակման, էժան գներով կաթ մատակարարելու գյուղական համայնքների միավորման։ Ու աղքատության մեջ խրված Շիրակի մարզի ամենաբազմամարդ գյուղական համայնքների միավորումը, Ախուրյան խոշորացված համայնքը, ունի զարգացման ծրագիր։ Չգիտեն մարդիկ ինչպես է լինելու 2 տարի հետո, ինչ է այստեղ կառուցվելու 4 տարի հետո, 5 տարի հետո։ Մենք ունենք այդ ծրագիրը։ Մեր ծրագրի նշանակալի մասը Շիրակի մարզին ապահովել աշխատատեղերով։ Շիրակի մարզի տղամարդիկ պետք է գործ ունենան, որ խոպան չգնան։ Կանայք պետք է գործ ունենան, որ իրենց համար ճիշտ զարգացնեն իրենց կարիերան, ընտանիքը կարողանան ճիշտ պահեն, լավ պահեն։ Սա է մեր ծրագիրը մեր Հայաստանի համայնքների համար։ Այս համայնքը իր բազմամարդությամբ, իր խոշորությամբ լինելու է ուշադրության կենտրոնում, որովհետև ընդհանրապես Շիրակի մարզի համար մեր ծրագիրը, զարգացման ծրագիրը պետք է հատկանշական լինի, որովհետև շատ մեծ է աղքատությունը այստեղ։ Եվ մենք ամեն ինչ անելու ենք, որ քաղաքի ու գյուղերի ամենաունևոր մարդիկ խոպանում աշխատած մարդիկ չլինեն, տեղում հարստություն ստեղծած մարդիկ լինեն։ Մենք դրա վրա աշխատելու ենք, որ մեր ժողովուրդը չլքի Հայաստանը, որովհետև Հայաստանի դատարկվող գյուղերն են այն նշանը, այն կանաչ լույսը, որը Հայաստան է հրավիրում մեր թշնամի ազգին։ Իշխանության կառավարման ժամանակ գյուղերը շարունակում են դատարկվել։ 220 դպրոց է փակվել Հայաստանում, ամեն 4 գյուղի դպրոց փակվել է։ Եվ չնայած դրան, որոշ գյուղերում իշխանությունը դեռ ունի աջակցություն։ Այնպիսի տպավորություն է, որ որտեղ ավելի շատ վնաս է տրվում, այնտեղ ավելի մարդիկ կան, ովքեր աջակցություն են տալի իշխանությանը։ Ժողովուրդ ջան, ինչ աշխատատեղ է ստեղծվել Ախուրյանում վերջի 8 տարվա ընթացքում։ Ինչ գործարան է ստեղծվել Ախուրյանում վերջի 8 տարվա ընթացքում։ Ոչ մի աշխատատեղ չի ստեղծվել։ Ինչն է առավաճան, որ մյուս 5 տարվա մեջ պետքա ստեղծվի այդ աշխատատեղերը։ Եթե 8 տարի չեն ստեղծել, չի պետքա, եթե չեն ստեղծել մինչև այս 8 տարում, 5 տարում ստեղծեն։ Չկա այդ առավաճան։ Չկան, ծրագիր չունեն, մեր վարորդը, պատկերացեք բոլորս ավտոբուսի մեջ ենք, ավտոբուսի վարորդը չգիտի ուր ենք գնում, երաշտություն է դնում, մեջը ուրախ է ավտոբուսի, ամեն օր մի տազա բան անում է, նայում ենք ասում ենք ինչ հետաքրքիր վարորդ է ավտոբուսի, բայց տեղը չի ասում ուր ենք գնում, չի ասում 5 տարի հետո Ախուրյանում 2 արտադրություն է լինելու, այս փողոցներում այս աշխատանքն է կատարվելու։ Ժողովուրդը զբաղմունք ունենալու, կանանց համար կարի ֆաբրիկաներ լինել, չի ասում։ Ուղղակի զբաղացնում ավտոբուսի ժողովրդին, մեզ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Մեր ծրագիրը ուրիշ է, կոնկրետ քայլեր, կոնկրետ աշխատանք պետքա տանենք, առանց լիրիկայի, առանց ես ձեզ սիրում եմ, սենց նշան անեմ, դուք ստեղ տղամարդիկ են ապրում, որ հաստատ այդ նշանները իրենց դուրս չի գալի, որ մեկը անում։ Ընդհանրապես նշան անելը դուր չի գալի, դուր է գալի գործ անելը։ Հարևան երկրի ղեկավարը բազմաթիվ անգամներ նշել է, որ իրենք պետք է ուզում է իր ազգի ներկայացուցիչները գան Հայաստան։ Ասում է խաղաղությունից հետո պետք է վերադառնանք Հայաստան, իբր ադրբեջանցիները։ Դա ասում է նա վստահ լինելով, որ Հայաստանում փակում են դպրոցներ, Հայաստանում գյուղերում աշխատատեղեր չկա։ Դա ասում է վստահ լինելով, որ Հայաստան բնակչությունը իջնելու է, բայց Հայաստան բնակչությունը չի իջնելու, որովհետև Հայաստանը լինելու է ուժեղ,
տղամարդիկ իրանց գործն են ունենալու, պարապ չեն ունենալու, կանայք համ աշխատանք են ունենալու, համ էլ կարողանալու են իրենց բալիկներին ընտանիքը լավ պահել։ Ու դրսում ապրող հայերը վերադառնալու են ուժեղ Հայաստանը դա է։ Իսկ հարևան երկրի ղեկավարը թող իր երկրով զբաղվի ու էլ աչք չդեր մեր